Այս օրերին բոլորը խոսում են ազգային ինքնությունից, պատմական հիշողությունից, բնականաբար առիթը ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը նաև բնականաբար քաղաքական նշանակություն ունի եւ քաղաքական քննարկումներում որոշակի դեր ունի եւ այսօր մենք անմիջականորեն ցեղասպանության մասին չենք խոսի, շատերն են դրա մասին խոսում, պատմաբանները թվում է բավականին շատ խոսեն այս օրերին դրա մասին, բայց մենք ուզում ենք խոսել նրա մասին, թե քաղաքական դիսկուրսում ինչպես է օգտագործվում ազգային ինքնություն հասկացությունը եւ դրա հետ կապված, ասենք, պատմական հիշողություն եւ այլ հասկացությունների ամբողջ համակարգը, այսպես ասենք, հա, բայց երևի պետք է սկսել սահմանումներից, հա, ինչ է ազգային ինքնությունը կամ ինչ է ինքնությունը։ Տրամաբանական։ Չգիտեմ, դու ինչպես կնկարագրես ինչ է ինքնությունը։ Ասի, այդ բառը այնքան են արդեն կիրառել այս վերջի շրջանում, որ ինչ որտեղ նույնիսկ սկսում է հակակրանք ձևավորել մարդու մոտ այդ բառի նկատմամբ։ Այնքան շահարկումներ կան այս առումով։ Ու ասենք այն բոլոր նրանք, որոնք տեղի, անտեղի փորձում են խոսել այն մասին, որ մենք պետք է պահպանենք մեզ, որ ինչ որ վտանգ կա մեր ազգին եւ այլն, անընդհատ այդ ինքնություն բառն են օգտագործում, հա, որ ազգային ինքնությունը վտանգված է, որ սա մեր ազգային ինքնության դեմ է ու եւ այլն։ Այսինքն այդ հիմնական պաթետիկ բնույթ ունեցող խոսակցությունների ժամանակ այդ ազգային ինքնությունը կա միշտ։ Ինքնությունը տարբեր կերպ է լինում։ Նախ ասեմ հետեւյալը, էլի, որ միայն ազգային ինքնություն, երբ որ ասում ես ինքնություն, չպետք է հասկանաս միանգամից հենց ազգային ինքնություն։ Ասենք սեռական ինքնություն կա, սեռային ինքնություն կա, չէ՞, վերջի, այսինքն այդտեղ որ գտնենք էլ ավելի շատ է շահարկումները, այսօր այդ բայց նաև մասնագիտական ինքնության հարց կա, դասակարգային, այո, շատ կրոնական պարտադիր չի որ ազգայինի հետ համընկնի։ Ահա։ Դա եթե շատ պարզ լեզվով ասենք, դա այն է ինքնություն այն է, երբ որ մարդը իրեն իդենտիֆիկացնում է ինչ որ հատկանիշով ուրիշներից առանձնացվող խմբի հետ։ Ես ես խմբի մաս եմ, այսինքն օրինակ, չգիտեմ, ասեք, տղամարդիկ ասում են, ես տղամարդ եմ, օրինակի համար, եւ տղամարդկանց բնորոշ, տղամարդկանց այդ խմբին, հա, բնորոշ ինչ որ հատկություններ ունեմ ես։ Մեկը ասում է, ես օրինակի համար դասախոս եմ, հա, հումանիտար գիտությունների բնագավառում ու այդ դասախոսները որպես մի շերտ այդ ոլորտին ունեն ինչ որ առանձնահատկություններ, իրենց միացնող բաներ եւ ես ոնց որ ինձ իդենտիֆիկացնում եմ այդ առանձնահատկություններ ունեցող այդ խմբի հետ ու դա իմ կյանքի մասն է։ Այսինքն ինձ համար դա կարևոր է, դա էլ է հետաքրքիր, ինձ համար դա կարևոր է, դա նաեւ ձևավորում է իմ եսը որոշակի առումով օրինակի համար, չէ՞։ Եվ ըստ էության ստացվում է այնպես, որ այսինքն մի քանի ինքնություններ ըստ էության ձևավորում են մարդու եսը։ Մարդը որ ասում է ես, ով եմ ես, հա, ինքը ըստ էության հիմնվում է այդ տարատեսակ ինքնությունների։ Դե ըստ էության որ ասում ես եսը, դա այն անհատական ինքնությունն է, հա, կարելի ասել։ Եթե փորձենք ընդհանրացնել, ինձ թվում է կարելի ասել, որ ինքնությունը դա որոշակի պատմություն է ինքդ քո մասին, որ դու ինքդ քեզ պատմում ես, եւ այդ պատմությունը օգնում է քեզ ավելի լավ հասկանալ քո տեղը աշխարհում, հա, թե դու ով ես, այսպես ասած, ինչի համար ես, ինչու ես դու անում այն, ինչ անում ես, կամ ինչու չես անում այն, ինչ չես անում, հա, եւ անհատական ինքնությունը ինքը կազմված է շատ տարբերից, այդ թվում խմբային տարբեր ինքնություններից, հա, այսինքն յուրաքանչյուր անհատ ինքը տարբեր խմբային ինքնությունների կրող է, հա, օրինակ, ինչ որ ազգի ներկայացուցիչը, ինչ որ կրոնի ներկայացուցիչ կարող է լինել, կամ կարող է աթեիստ լինել, կամ ագնոստիկ լինել, կամ չգիտեմ, ինչ որ միստիկ ուղղության ներկայացուցիչ լինել, հա, կրոնական ինքնությունից բացի կան, ասենք, չգիտեմ, պրոֆեսիոնալ ինքնություն, հա, չգիտեմ, սեռական ինքնություններ եւ այլն, ու այդ ամեն ինչի ամբողջությունը ձևավորում է մարդու եսը, ու մյուս կողմից էլ նաև առանձին մարդիկ ձևավորում են խմբային ինքնությունը, հա, այսինքն երբ որ մենք ասում ենք ինչ է նշանակում հայ ազգային ինքնություն,
իրականում դա այն ինքնությունն է, որը ձևավորվում է առանձին հայերի ինքնություններից, հա, այսինքն, չեմ 3 միլիոն կամ եթե ամբողջ աշխարհը վերցնենք 7 միլիոն հայերը միասին ունեն որոշակի ինքնություններ եւ այդ բոլոր ինքնությունների չասեմ հանրագումարը, բայց որոշակի ամբողջությունը ձևավորում է հայ ազգային ինքնությունը եւ սա այս թվում է շատ կարեւոր է հասկանալ, որ հայ ազգային ինքնությունը ինքը ոչ թե ինչ-որ մի հատ միտեղ մի հատ գիրք կա, որտեղ գրված է ինչ է նշանակում լինել հայ եւ բոլորը պարտավոր են դրան ենթարկվել կամ դա ինչ-որ օբյեկտիվ իրականություն է, որ գիտնականները նստել բարձել են ինչ է նշանակում լինել հայ։ Ոչ, յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ է համարում կամ հայաստանցի է համարում, ինքն է որոշում, թե ինչ է նշանակում իր համար հայ ազգային ինքնություն։ Ուղղակի որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում մյուսներին ասած դասախոսություններ կարդալ եւ ասել այս սա է ազգային ինքնությունը։ Սա դա իշխանության մասին է, հա, ասենք դա ինչ որ, չգիտեմ, մտավորականներ, պետական քաղաքական գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ, նրանք համարում են, որ այ մենք գիտենք ինչ է նշանակում լինել հայ։ Իսկ դուք եթե չգիտեք, մենք ձեզ կբացատրենք եւ սովորաբար այդ բացատրելը իշխանության մասին է։ Եվ դրա համար ես ինքս իմ մոտ, երբ որ ինչ-որ մեկը սկսում է բացատրել ինչ է նշանակում լինել հայ, իմ առաջին ցանկությունն է այդ մարդուն ասել, որ հեռանա այստեղից, հա, մեղմ ասած, որովհետեւ դու ինձ մի ասա ինչ է նշանակում լինել հայ։ Ես հայ եմ, ես ինձ համարում եմ հայ, ինձ համար հայ լինելը նշանակում է սա։ Եթե դու քեզ դա դուր չի գալիս, ուրեմն դա քո խնդիրն է, ու չհամարձակվես ինձ բացատրել, թե ես իմ ինքնությունը ինչպես պետքա ձևակերպեմ։ Ցավոք սրտի մեր հասարակության մեջ, քանի որ դեռ այսպես տոտալիտար մտածողությունը շատ ուժեղ է, շատ մարդիկ ցավոք սրտի թույլ են տալիս իրենց, ասած մանիպուլացնել եւ այս երբ որ ինչ-որ մեկը ասենց իշխանության դիրքերից սկսում է իրենց բացատրել, ասել այ հայ լինելը սա է նշանակում, շատերը ցավոք սրտի տրվում են դրան ու սկսում են ասած հավատալ դրան։ Բայց մի բան էլ ասեմ, որ շատ հաճախ նաեւ ինչ-որ բաներ կան, որ մարդիկ ասում են, հա, այսինքն այդ դոմինանտ դիսկուրսը կրկնում են, բայց հետո ընդհանրապես որևէ նշանակություն դրան չեն տալիս, հա, այսինքն կարող է կենացների մակարդակով ինչ-որ այս ֆորմուլաները կրկնեն, ասեն հա հայ լինելը էս է նշանակում, բայց հետո իրանց կյանքում ընդհանրապես դրա վրա ուշադրություն չդարձնեն եւ նույնիսկ դրի հակառակ ձևով իրանց կյանքը կառուցեն։ Այո, ես եմ դա նկատել, բայց այստեղ մի բանի հետ կապված կուզենայի հակադիր տեսակետ հայտնել։ Այ երբ որ դու ասում ես, որ ես եմ որոշում, թե ով է հայը, ու ամեն մեկը իր համար է որոշում, այստեղ կարող հարց առաջանա, այսինքն օբյեկտիվ ինչ-որ չափանիշ չկա, լավ, ո՞րն է այդ ազգային ինքնություն։ Ինչ ենք մենք ասում հենց հայկական ինքնություն։ Եթե ամեն մեկը ինքն է որոշելու, բա ուր մնաց այդ ազգային է դեպքում, չէ՞։ Այսինքն ստացվում է, որ դա քո անհատական, այսինքն ամեն մեկի անհատական բնութագիրն է, բնորոշումն է, թե հայը ով է։ Ոստեղ միթե արդյոք չկա ինչ-որ օբյեկտիվ չափանիշ, որի հիման վրա դու կարող ես ասել, որ այնուամենայնիվ կան ուրեմն տարբեր ազգային ինքնություններ եւ այդ ազգային ինքնությունները մեկը մյուսից տարբերվում են, որովհետեւ եթե դու չես ասում, որ օբյեկտիվորեն կա ինչ-որ մի տես չափանիշ, ստացվում է, որ միգուցե չես էլ կարող փաստորեն տարբերել, ասենք վրացական ինքնությունը հայկական ինքնությունից ինչով է տարբերվում, կամ ճապոնական ինքնությունից, կամ շվեդական ինքնությունից։ Հիմա արի մի հատ այս հարցը քննարկենք, էլի, որովհետեւ հաստատ այդ հարցը բարձրացվում է տարբեր տեղեր, մարդկանց ուղեղներում ծագում է այս հարցը բնականաբար։ Քննարկենք ու նաև ես այստեղ ասեմ, որ ես մի քիչ sense մի կողմից նպաստավոր դիրքում եմ, մյուս կողմից ոչ նպաստավոր դիրքում, որովհետեւ ես այս հարցերով հենց զբաղվել եմ գիտականորեն եւ նույնիսկ դիպլոմ ունեմ մագիստրատուրայի ազգայնականության ուսումնասիրությունների, որը Հայաստանում շատ քիչ մարդ ունի, մի քանի հոգի կա մեր ծանոթներից, որ ունեն, դա կենտրոնական եվրոպական համալսարանում այդպիսի ֆակուլտետ կար, որը հիմա փակվել է, ցավոք սրտի, այդ համալսարանը առաջ Բուդապեշտում էր, հիմա Վիեննայում է, եւ իհարկե պարտադիր չէ դիպլոմը ունենաս, շատ մարդիկ կան, ովքեր այս հարցերով զբաղվում են, եւ այդ թվում Հայաստանում, ես այն մոտեցումն եմ ընդունում, որը կոչվում է կոնստրուկտիվիստական մոտեցում, որը ասում է, որ ազգային ինքնությունը դա սոցիալական կոնստրուկտ է։ Եվ ոչ միայն ազգային ինքնությունը, ընդհանրապես բոլոր խմբային ինքնությունները դրանք սոցիալական կոնստրուկտ են, հա։ Հիմա բացատրեմ ինչ է նշանակում սոցիալական կոնստրուկտ ու ինչ որտեղ այդ քո հարցի պատասխանն էլ այդտեղ կլինի։ Դա նշանակում է, որ մի բան, որ հասարակությունը ստեղծում է, այսինքն ինքը բնության մեջ գոյություն չունի։
Հա, բնության մեջ չկան օբյեկտիվ չափանիշներ, ով է հայ, ով է վրացի, ով է թուրք, ով է ադրբեջանցի, ով է պարսիկ եւ այլն, որտեղ եթե այդպիսի օբյեկտիվ չափանիշներ գոյություն ունենային, օրինակ թուրքերը երևի գոյություն չէին ունենա, հա, որովհետեւ եթե մենք գենետիկ վերլուծություն անենք, թուրքերի 90%-ը հայերի, հույների, չգիտեմ, վրացիների եւ ուրիշ շրջանի ժողովուրդների խառնուրդ են, հա, բայց նրանք ունեն թուրքական ազգային ինքնություն, չնայած թուրքերը ի սկզբանե, հա, կենտրոնական Ասիայում են բնակվել, չգիտեմ, Ալթայում են բնակվել, բայց իրենք իրենց թուրք են համարում, խոսում են թուրքերեն, հա, իրենց եթե հարցնես ձեր արմատները որտեղից են, համենայն հավանականությամբ կպատմեն, ասենք, չգիտեմ, թուրք սելջուկների մասին եւ այլն, հա։ Սա ինչ է նշանակում, հա, որ ազգային ինքնությունը ինքը ոչ թե օբյեկտիվ հասկացություն է, բայց նաև լրիվ սուբյեկտիվ չի, որովհետև օրինակ հիմա եթե ասենք, ես ասեմ, որ ես ճապոնացի եմ, դուք ասես, բայց չէ, էլի, ճապոնացի չես, էլի, ծայրահեղ դեպքում գուցե կորեացի, բայց ոչ դժվար թե ճապոնացի լինես, հա, ինչու, որովհետև սա նաև ինտերսուբյեկտիվ հասկացություն է, հա, այսինքն այդ սոցիալական կոնստրուկտը ինչ աշխատում ինտերսուբյեկտիվ, բավական չի, որ մենակ դու դրան հավատաս, նաև ուրիշ մարդիկ պետք է դրան հավատան, հա, այսինքն պետք է ուրիշ մարդիկ լինեն, ովքեր եւս համարեն, որ իրենք հայ են, եւ լինեն ինչ-որ ուրիշ մարդիկ, ովքեր ասեն, որ հա, այս մարդիկ հայ են։ Հա, այսինքն սա մի քիչ նման է, օրինակ Յուվալ Հարարի պատմաբան եւ հայտնի հեղինակ, այս մոդայիկ հեղինակը, որի գրքերը հայերեն թարգմանվել են, ինքը դա բացատրում է ուրիշ օրինակներով, այդ սոցիալական կոնստրուկտի գաղափարը։ Հա, օրինակ փողը, ինչ է փողը, դրամը։ Դրամը ի վերջո ինքը կամ մի հատ թղթի կտոր է, կամ մի հատ մետաղի կտոր է, կամ ինչ-որ կոմպյուտերում կամ չգիտեմ քո հեռախոսի մեջ մի հատ թիվ է, չէ՞, կամ քարտի վրա, ասենք, որ դու գիտես, որ քո քարտի վրա այսքան գումար կա։ Եվ երբ այն կարժեք դառնում։ Հա, ու ինքը արժեք է դառնում, երբ որ բոլորը հավատում են, որ հա, այսքան այս քարտով կամ չգիտեմ, այս 1000 դրամանոցով դու կարող ես գնաս ու ասենք չեմ շաուրմա առնես ու համաձայնվում են։ Այսինքն բոլորը համաձայն են, որ սա արժեք է։ Հա, եթե վաղը ինչ-որ մի բան տեղի ունենա, ասենք չեմ, ինչ-որ մի հատ օդում, ինչ-որ մի հատ քիմիական նյութ հայտնվի ու մարդիկ հիշողությունը կորցնեն ու հետո այդ հիշողությունը հետ գա, բայց իրենք մոռանան, որ ասենք փող հասկացություն գոյություն ունի, այդ ամբողջ փողը կարժեզրկվի։ Մի ուրիշ օրինակ, որ Հարարին բերում է, դա կորպորացիաներն են, հա, ընկերություններ, օրինակ Peugeot կորպորացիան է բերում, որը հսկայական կորպորացիա է, հազարավոր մարդիկ են այնտեղ աշխատում, հա, կա տնօրեն, կան բաժնետերեր, կան, չգիտեմ, բանվորներ, կան մարդիկ, որ վաճառում են դա եւ այլն, բայց այդ ամեն ինչը էլի մի հատ պատմություն է, մի հատ նարատիվ է, պատմություն է, որ մարդկանց ուղեղներում կա։ Եթե այդ մարդկանց ուղեղներին մի բան կատարվի, հա, մի բան պատահի, ու իրենք մոռանան դրա մասին, այդ Peugeot կորպորացիան կդադարի գոյություն ունենա։ Հիմա նույնը ազգն է, հա, այսինքն ազգը ինքը այնպես չի, հա, որ հիմա եթե ես որոշեմ, որ ես ճապոնացի եմ, երևի ես ճապոնացի չեմ դառնա, բայց դեպքում որոնք են այդ չափանիշները, որոնք են ազգի կոմպոնենտները, որը դու կարող ես համադրել ու ասել, որ այ այս ամեն ինչի արդյունքում մենք ստանում ենք հայ ազգ, ճապոնացի ազգ, այ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են հայ, նրանք միասին, իրենց այդ համատեղ գործունեության արդյունքում առաջանում է այդ ազգային ինքնությունը, որը ինչ-որ օբյեկտիվ հիմքերի վրա է կառուցված, ինչ-որ չափով, հա, որ այս մարդիկ այս տարածաշրջանում են ապրում, որտեղ եթե տարբեր տարածաշրջաններում ապրեն, ուղղակի ֆիզիկապես դժվար է պատկերացնել, որ նրանք այսինքն ազգի համար պետք է ինչ-որ մի տարածք, որտեղ որ մարդիկ կոմպակտ ապրում են։ Հա, բայց այդ նույն տարածքում կարող են տարբեր ազգեր ձևավորվել, այսինքն շատ իրականում սա բան է, իրականում այն մարդիկ, ովքեր փորձում են ազգը սահմանել, սովորաբար սկսում են օբյեկտիվ կոմպոնենտներից, ասում են օրինակ ընդհանուր տարածք, ընդհանուր պատմություն, ընդհանուր լեզու եւ այլն, մշակույթ, բայց հետո երբ որ սկսում ես այդ ամեն մի կոմպոնենտը վերլուծել, պարզվում է, որ չէ, որ կան առանձին դեպքեր, երբ որ այդ կոմպոնենտը չկա, բայց ազգը կա, կամ այդ կոմպոնենտի գոյությունը կասկածելի է, հա, կամ պարտադիր չի։ Հիմա ինչ-որ մեկը որ գա, ասի ես հայ եմ, մենք ասելու ենք ինչից վերցրեցիր որ հայ ես, թե պիտի հավատանք, ոնց ենք գնահատելու իրան։ Ասենք մարդա գալիս է, ինչ որ չենք ճանաչում, անծանոթ մեկն է։ Նայելու ենք մաշկի գույնին, թե չէ։ Նայելու ենք նրան, թե ինքը հայերեն խոսում է, թե չէ։ Նայելու ենք նրան, թե ինքը գիտի ինչ որ մեր պատմությունից ինչ որ հատվածներ առնվազն, թե չէ։ Ինքը իրեն համարում է հայ, թե չէ։ Ինչին ենք նայելու։
Այդ ամեն ինչին ենք նայելու, թե ինչ որ մի կոմպոնենտին ենք նայելու։ Մի ուրիշ բան ասեմ հիմա։ Ասենք մեկը գալիս է, դու ակնհայտ գիտես, որ ինքը իրան ասում է, ես ենթադրենք ճապոնացի եմ, հա։ Բայց ինքը շատ լավ հայերեն է խոսում, շատ լավ պատմություն գիտի, Հայաստանի պատմությունը։ Հետո ինքը շատ լավ մեր կենցաղն է ուսումնասիրել ու գիտի ամեն ինչ, ինչա ստեղ կատարվում։ Հայերի հետ կապերի մեջ է ամբողջ աշխարհով մեկ եւ ապրումակցում է նաեւ։ Ասում է այդ ժամանակին, որ չգիտեմ, այդ Տիգրան մեծը բան, նույն այսինքն զգացողությունները ինչ որ մենք համարում ենք, որ հայը ունի ընդհանուր առմամբ, ինքը ունի։ Բայց ինքը Ճապոնիայից է եկել, ճապոնացի է, արտաքին տեսքով նման չի հայերին։ Հիմա երկու դեպք, մեկը այն, որ ինքը ասում է ես հայ եմ, ասելու ենք, եղբայր դու ո՞նց ես հայ, դու ճապոնացի ես, չէ՞։ Իսկ եթե չի ասում ես հայ եմ, բայց այդ ամեն ինչը ունի։ Հիմա չեն կարող ասել, մարդ հայ ես էլի դու փաստորեն։ Չնայած ճապոնացի ես։ Ու ստեղ գալիս է ինչ որ մի հատ բան, հակասությունների, չգիտեմ, կծիկ մեր ուղեղի մեջ, ու օրինակ շատերը կարող է չկողմնորոշվեն ինչ ասեն։ Ու ես նաև տեսել եմ, որ նման խոսակցություններ լինում են, ախպեր էս մարդը հայ է, մեկ ասում է, չէ, ոնց կարա ինքը հայ լինի, էլ մի հատ դրա տեսքին նայի բան, հիմա ինչին մենք պետք է ուշադրություն դարձնենք, որոնք են այդ չափանիշները։ Դե ինձ եթե հարցնեք, իմ անձնական կարծիքն է, որ կարևորը մարդու սուբյեկտիվ ասած զգացողությունն է։ Իսկ եթե այդ մարդը ինքնաիդենտիֆիկացիա, ուրեմն ինքը հայ է։ Ուրիշ հարց, որ սովորաբար այդ իդենտիֆիկացիան, հա, կամ նույնականացումը, հայերեն ասած, ինքը հենց այդպես չի առաջանում։ Այսինքն նույն այդ քո ասած ճապոնացին, որը ինքը ինքը գալիս ասում է ինքը հայ է, հավանաբար ինչ-որ պատճառ կա, որ ինքը իրան հայ է համարում, հա, կամ իր տատիկն է հայ եղել, կամ ինքը եկել է Հայաստան, իրան դուր է եկել, կամ չգիտեմ, հայոց պատմությունը կարդացել է, ասենք, չգիտեմ, ինչ-որ մի բան հայոց պատմության մեջ իրան դուր է եկել ու ինքը որոշել է հայ դառնալ, հա, այսինքն այդ որոշումը ինքը սովորաբար ինչ-որ օբյեկտիվ հիմնի, հետո այս դեպքը մի քիչ հիպոթետիկ դեպք է, չէ՞, սովորաբար իրականության մեջ այդպես ասում են կամ մարդիկ, ովքեր Հայաստանում են ապրում, կամ մարդիկ, ովքեր հայկական ծագում ունեն, կամ մարդիկ, ովքեր չգիտեմ, օրինակ հայի հետ ամուսնացած, ասում է ես էլ եմ հայ։ Հիմա տես մի հատ բան ասեցիր, որից պետքա բռնվեմ։ Ասեցիր հայկական ծագում ա ունեցել։ Որն է այդ հայկական ծագումը։ Դե այստեղ էթնիկ ծագման մասին է խոսքը, որ էթնիկը ու ազգայինը մի քիչ տարբեր բաներ են, հա։ Եվ նաև ազգի ինքնության ընկալումը կարող է տարբեր լինել, հա, կա էթնիկ ազգ եւ քաղաքացիական ազգ։ Այսինքն մի դեպքում, որ ասում ենք հայկական ծագում, այդ էթնիկին է վերաբերում, հա, այսինքն դու բնորոշումները տանք այդ դեպքում էթնիկ ազգի։ Էթնիկ ազգը դա այդ ազգն է, որը ավելի շատ ինքը բնորոշում է հենց արունակցական կապերով, հա, ասենք պապիկս հայ է եղել, հա, եւ մշակութային առանձնահատկություններով։ Իսկ արունակցական կապերը մենք կարող ենք ճշտել։ Ինչա դա։ Դե արունակցական կապերը այդ ուղղակի այդ մարդու ով է իր նախնիները եղել, ի վերջո էլի դա կոնստրուկտ է, հա, ասենք ինքը իր նախնիների անալիզ չի անում, բայց այստեղ DNK-ն պետք է անալիզ անենք, կա հայկական DNK։ Հա, չէ, չկա երևի, բայց այստեղ ուղղակի այսպեսի բան կա, որ մենք որ ազգ ասում ենք, իրականում հայերեն ազգ հասկացությունը ինքը երկու տարբեր միջազգային տերմինների թարգմանություն է։ Մեկը nation տերմինն է, որը ավելի շատ քաղաքական է։ Եվ մյուսը ethnic group կամ ethnos տերմինն է, որը ավելի շատ հենց այսպեսի արունակցական մշակութային ինչ-որ համայնք է։ Օրինակ մարդիկ, ովքեր ունեն նույն ավանդույթները, նույն լեզվով են խոսում, բայց կարող են քաղաքական առումով օրինակ բաժանված լինել տարբեր պետությունների միջև եւ ամեն մեկը, ասենք, մի ուրիշ պետության, օրինակ շատ դեպքեր եղել պատմության մեջ, երբ որ նույն էթնոսը, ում հայերը օրինակ, չէ, հայերը եղել են Բյուզանդիայում, հայերը եղել են Պարսից թագավորության մեջ եւ հաճախ իրար դեմ պատերազմել են ու այսօրվա տեսակետից մենք դրան նայում ենք, ասում ենք ուրեմն այս մեկը դավաճան է եղել, այն մեկը հայրենասեր է եղել, բայց իրանց համար այդպեսի խնդիր չի եղել։ Հա, օրինակ, չգիտեմ, 4-րդ դարում կարող է մի հայերի մի մասը լիներ հայոց թագավորության մեջ եւ ծառայեր հայոց թագավորին, մի մասը լիներ Պարսկաստանի թագավորության մեջ ծառայեր Պարսից թագավորի, այն երրորդ մասը լիներ Բյուզանդիայի կամ արևելյան հռոմեական կայսրության մեջ ծառայեր արևելյան հռոմեական կայսրությանը։ Ու նրանք բոլորը նույն լեզվով խոսեին, ու նրանք կարող են նույնիսկ ազգական լինեին ու կարող են նույն կրոնը ունենային։ Ու այդ իմաստով նրանք ինչ-որ ընդհանրություն զգում էին։
Այդ դա էթնիկ ընդհանրությունն է, բայց այսօրվա աշխարհում, երբ որ մենք ասում ենք ազգային ինքնություն, դա նաև ենթադրում է որոշակի քաղաքական ընդհանրություն, հա, այսինքն որ մարդիկ, ովքեր ազգի մի մասն են, իրանք իրենց ընկալում են որպես քաղաքական մի հատ ընդհանուր միավոր։ Հա, այսինքն դրա համար օրինակ մենք Մարգարիտա Սիմոնյանը էթնիկ ծագումով հայ է, ոչ ոքի մոտ հարց չի առաջանում, որտեղ իր ազգանունը Սիմոնյանն է, հա, որտեղ ինքը ոնը պատմում է, որ իր տատիկը, չգիտեմ, ցեղասպանության ժամանակ փրկվել է, ասենք Համշենից եկել է որտեղ Սոչի, հա, չգիտեմ, իր նախնիները գիտենք որ հայ են, ինքը ուրիշ հայի հետ է ամուսնացել, հա, այսինքն դա ինչ որ դեր է խաղացել, չէ՞, այսինքն էթնիկ առումով ինքը հայ է, ոնց որ իր էթնիկ ծագումը մեզ մոտ կասկած չի առաջացնում, բայց քաղաքական առումով նա հայերի հետ կապ չունի եւ ընդհակառակը շատերի կողմից Հայաստանում ընկալվում է որպես հակառակորդ եւ թշնամի, որովհետեւ նա ծառայում է ռուսական պետությանը եւ ռուսական քաղաքացիական ազգին եւ հայկական քաղաքացիական ազգի հետ առնչություն չունի։ Ու ինքն էլ չի հավակնում։ Այսինքն ինքն էլ մեկ-մեկ ոնց է շիզոֆրենիկ մի քիչ վիճակ է իր մոտ, որտեղ մեկ-մեկ ինքը գրում է, ասում է ես կապ չունեմ հայերի հետ, ես Ռուսաստանից եմ, ես ծառայում եմ Ռուսաստանին։ Մեկ-մեկ էլ գրում է, որ այ այս հայերը երբեք չեն ընդունի օրինակ Փաշինյանին, որովհետև նա դավաճան է, ես որպես հայ գիտեմ, որ դա տենց է։ Այսինքն ինքն էլ ամոթ է տենց ոնց լրիվ բայց միջև քաղաքացիական կոնցեպտին անցնելը կամ ավելի շուտ խորանալ է այդ հարցում։ Մի հատ արի ես էթնիկ կոնցեպտի հետ մեր այսպես ասած վերբալ, հա, վերլուծությունը հիմա այս պայդրությամբ մի հատ անենք, միջև վերջ, որքան որ հնարավոր է։ Որ անցնենք առաջ։ Հիմա կան DNT-ի այդ անալիզները, չէ՞։ Եվ այդ DNT-ի օրինակ անալիզները ցույց են տալիս, որ ինչ որ մեկը ընդհանրենք, չգիտեմ, 60%-ով հայ է, 30%-ով իտալացի է, 20%։ Դե այդ հարցը ինչքանով է։ Սա ինչ է, սա նորմալ բան է, թե չէ։ Ինչ ասա ցույց տալիս։ Հիմա ու ենթադրենք դու նայում ես բոլոր հայերի մոտ ինչ որ համամասնություններ կան։ Բոլոր ազգերի մոտ, ասինքն էթնիկ այդ խմբերի մոտ ինչ որ այդպես համամասնություններ կան։ Այսինքն նույնիսկ այդ դեպքում փաստորեն ստացվում է, որ դու չես կարող ասել, թե ով է էլի այդ էթնիկ խումբը, դու արդյոք այդ էթնիկ խմբի ներկայացուցիչ ես։ Այսինքն դու առնվազն դուրս է գալիս, որ մի քանի էթնիկ խմբերի ներկայացուցիչ ես, բայց տարբեր համամասնություններով տոկոսայի ինչ է ստացվում։ Դե դա գենետիկ հետազոտություններն էլ դες միանշանակ լավ չի, բայց ինչ որ չափով իրականությունը արտացոլում են, բայց հա իրոք ինքը ստացվում է, որ այդ էթնիկ էթնոսը, հա, կամ էթնիկ ծագումը դա էլ է սոցիալական կոնստրուկտ ի վերջո, հա, այսինքն ի սկզբանե դրա հիմքում երևի ընկած է ինչ-որ մի հատ բիոլոգիական հիմք, որ ասենք կապիկներին եթե մենք նայում ենք, կապիկները էլի ապրում են ինչ-որ sense փոքր խմբերով, չէ, որոնք ցեղեր են։ Այո։ Ու նույնիսկ իրանց միջև օրինակ քաղաքացիական պատերազմներ են մեկ-մեկ լինում, երբ որ այդ կապիկների մի խումբը մյուսի հետ տարածքը չեն կարողանում կիսեն, այսինքն ինչ որ մի հատ բիոլոգիական հիմք այդ ամեն ինչի հիմքում կա, հա, որ այնպես ասած ընտանիքի ընդլայնված տարբերակն է։ Հա, որ ասենք կա ընտանիք, հետո այդ ընտանիքը մի քիչ ընդլայնվում է, երեխաներ են ունենում, հետո այդ երեխաներն են երեխա ունենում ու այսպես պոպուլյացիան բազմանում է։ Այսինքն կա ինչ-որ մի հատ բիոլոգիական հիմք է տանջի հիմքում, բայց մարդկության զարգացման ընթացքում արդեն այնքան է այդ ամեն ինչը մարդիկ իրար խառնվել, ասենք փոխվել են, միգրացիաներ են տեղի ունեցել, ինչ-որ տարբեր ցեղեր իրար են խառնում, նույնիսկ Homo sapiens-ը, հա, այսինքն բանական մարդը Նեանդերտալցու հետ, որը ուրիշ տեսակն է, դրանք խառնվել են ու այսօր օրինակ գենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած մենք բանական մարդ տեսակին ենք պատկանում, բայց մեր գեների մեջ կան նեանդերտալյան գեներ, հա։ Այսինքն վաղուց արդեն այդ ամեն ինչը որևէ կապ չունի բիոլոգիայի հետ։ Արդեն վաղուց այդ ամենը մշակութային երևույթ է։ Ուրիշ հարց, որ հա կան որոշակի արտաքին հատկանիշներ, որ սովորաբար այն մարդիկ, ովքեր ինչ-որ մի տարածաշրջանում են ապրում, նրանք նաև արտաքինից սովորաբար իրար նման են։ Չնայած դա էլ, հա, այսի վերջո սահմանները շատ բարդ է գծել։ Սահմանները շատ բարդ է։ Դա եւելի բիոլոգիական որևէ տարբեր, այսինքն դա օրինակ 18-րդ դարում էր, որ հավատում էին, որ ռասաները դրանք տարբեր բիոլոգիական տեսակներ են, բայց բիոլոգիական տեսակից որևէ տարբերություն չկա։ Հա, դա զուտ արտաքինից ընկալվող ինչ որ տարբերություններ են, որոնք արդեն քաղաքականության մեջ, հա, այսպես ծայրահեղ աճ քաղաքականության մեջ դրան շատ մեծ նշանակություն է տրվում ու դա հանգեցնում է ռասիզմին օրինակ։ Մանայ մի քանի բաներ ասեցի, ազգանուն բառեր, հա, կոնցեպտներ ըստեղության, ազգանուն, ընտանիք։ Հիմա մենք ասում ենք ազգանուն, չէ՞։ Հիմա այդ որ ասում ենք ազգանուն, ի՞նչ է դա։
Դա ազգի, որ ազգի մասին է խոսքը։ Ֆամիլիա, չէ, այդ բանն է, որ ընտանիքի հետ է ասոցացվում, լայն առումով, այսինքն կլանի հետ ինչ որ։ Տես այդտեղ էլի մենք ինչ որ խնդիր ունենք ձևակերպումների հետ ու միջև չենք հասկանում ինչի մասին ենք մենք խոսում։ Իրականում այդտեղ կա զուտ նաև լեզվաբանական այդ խնդիր, հա, այդ ձևակերպումները, այդ տերմինները շատ բոլոր լեզուներում դա կա, հատկապես հայերենում, որովհետև մենք քանի որ հայերենը ընդհանրապես սովորաբար փորձում է թարգմանել միջազգային տերմինները, հա, մենք փորձել ենք օրինակ նացիա, նացիո լատիներեն տերմինը կա, որը գալիս է nascere բառից, որը նշանակում է ծնվել, հա, օրինակ անգլերեն էլ չէ, nativity եւ այդ բառերը կան, nation բառը դրանից է գալի։ Այսինքն nation-ը դա ինչ որ մարդկանց մի ամբողջություն է, որոնք ոնց որ ընդհանուր մի տեղից են ծնվել, հա, ինչ որ մի տեղից են եկել ու սլավոնական որոշ լեզուներում դա թարգմանվում է որպես narod, հա, narodն էլ raditsa բառից է։ Օրինակ ռուսերենում տենց չի, narodը դա ժողովուրդն է, իսկ natsian հենց natsiա է, բայց օրինակ հարավսլավիայի երկրներում narodը հենց natsiա է նշանակում, որը նույն արմատն է։ Ու կա ethnos տերմինը, որը հունական ծագում ունի։ Ու հայերենում մենք ունենք ազգ տերմինը, որը իրականում հենց ընտանիք է նշանակի, հա, այսպես ընդլայնված ընտանիք։ Դրա համար ազգանուն որ ասում ենք, դա ոնց որ այդ ընդլայնված ընտանիքին է վերաբերում։ Բայց երբ որ 17, 18-րդ, 19-րդ դարերում արդեն Եվրոպայում ազգայնական շարժումներն են ընդլայնվում, հա, այդ նացիա տերմինը դառնում է համընդհանուր տերմին, հայ մտավորականները մտածում են ոնց թարգմանենք սա հայերեն, եւ ընտրում են ազգ բառը, որը այդ ընտանիքի իմաստն է արտահայտում։ Դրա համար մեր մեջ նաև երբ որ մենք ասում ենք ազգ, հա, մենք ազգը պատկերացնում ենք որպես ընդլայնված ընտանիք։ Այսինքն գոնե բառը լեզվաբանական մակարդակ։ Հա, բայց ստացվում է նաև որ մի քանի ազգերի, ինչքան ազգանուն կա ենթադրեք պայմանական ասած, այդ ազգերի միությունն է հայ ազգը։ Ինչ տեսակի է դեպքում ազգերի։ Այսինքն այդ ազգերը, փոքր ազգերը, այդ ընտանիքները ո՞նց են իրենց իդենտիֆիկացրել։ Իրենք ասել են մենք հայ ենք, չէ, իրենք ասել են մենք բան ենք, չգիտեմ, Զոլյան ենք կամ Վարդանյան ենք։ Այդ է մեր ազգը։ Հենց իմիջիայլոց երեք մի միջոցառում էր, որի ժամանակ մարզերից մեկում էր եւ այնտեղ ասեց մեկը, ասեց դու ո՞ր ազգից ես ու այդ ազգանունը ասեց, այսինքն ինքը նկատի չուներ հայ, բան։ Հիմա ինչ անենք բառը նոր իմաստ է ձեռք բերել։ Այդ շիլաշփոթ չի ստեղծում։ Դե շիլաշփոթ է ստեղծվել, օրինակ երբ որ մենք ասում ենք ուրիշ օրինակ բերենք, երբ ասում ենք միավորված ազգերի կազմակերպություն։ Դա էլ մի հատ ուրիշ բառ է։ Չէ, որ Զոլյանները ու Վարդանյաններն են այդտեղ նստած։ Ու չի նշանակում, որ ինչքան ասենք էթնոս կա աշխարհում, դրանց միավորված չէ։ Պետությունների մասին է խոսքը։ Ու հայերենի մեջ էլ դա կա, երբ որ մենք ասում ենք օրինակ ազգային գրադարան, չէ, չի նշանակում, որ դա էթնիկ իմաստով, ասենք հայերի գրասենք Հայաստանի բնակիչ մալականները եւ եզդիները նույն ձևով այդ գրադարանից օգտվում կամ ազգային անվտանգության ծառայություն։ Այսինքն այդ բառակայում ազգ իրականում նշանակում է պետություն։ Հա, ու այդ շիլաշփոթը շատ ամենից բարդացնում է, դրա համար որպեսզի մենք այդ դրա մեջ չխորանանք, ես առաջարկում եմ մենք պես պայմանական բաժանում վերցնենք, հա, որ երբ որ խոսքը գնում է այսպես մշակութային ընդհանրության մասին, հա, ավանդույթներ, մշակույթ, լեզու, դա էթնոս ենք մենք անվանում։ Հա, օրինակ ազգագրություն բառը էթնոգրաֆիա, որը գիտություն է, որը ուսումնասիրում է մշակույթը, չէ՞, ըստ էության։ Այդ դա մենք անվանում ենք ազգագրություն, այդ ազգ բառը այդ բառագայում էթնոս է նշանակում։ Եվ երբ որ մենք ասում ենք, ասենք չէ, միավորված ազգերի կազմակերպություն, այդտեղ դա պետություն է նշանակում։ Սա մի հատ ուրիշ իմաստ է։ Այո։ Եվ կա այդ երկուսի մեջտեղում մի հատ իմաստ, որը ըստ իս հենց հիմնական իմաստն է ազգ բառի, դա այն մարդկանց խումբն է, որը ձևավորում է պետություն կամ ձգտում է ձևավորել պետություն, հա, որը իրան ընկալում է որպես քաղաքական միավոր։ Եվ երբ որ մենք ասում ենք հայ ազգային ինքնություն, իրականում հենց դրա մասին ենք մենք խոսում, հա, օրինակ մենք ասում ենք, որ հայերը ունեին պետություն, բայց ազգային ազգագրական պայքար էին վարում, չէ՞, 19-րդ դարում։ Այդ խոսքը հենց դրա մասն է, որ կային ինչ-որ մարդիկ, ովքեր իրենց ընկալում էին որպես ընդհանուր քաղաքական միավոր, բայց չունեին պետական կառուցվածք։ Եվ դրա համար նրանք միասին պայքարում էին հանուն նրա, որպեսզի ունենան այդ պետությունը։ Հիմա դա էլ է մի քիչ պարզեցված
հասկացություն, որտեղ ոմանք պայքարում էին, ոմանք չէին պայքարում, հա, բայց ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր պայքարում էին, նրանց ուղեղում այդ հասկացությունը կար, որ այ մենք հայ ենք, մենք պետք է ունենանք մեր պետությունը։ Լավ, հիմա նրանք անկախ նրանից պայքարում էին թե չէին պայքարում, երբ որ դու ասում ես, որ էթնիկ առումով դա, այսինքն կարող ենք մենք ազգը դիտարկել նաև որպես ընտանիք, մեծ ընտանիք, չէ՞, ու դու տարբերակում ես, այսինքն ասում ես դա եթե չկա պետականություն, եթե մարդիկ չեն պայքարել ու չեն հասել նրան, որ պետական ազգ ձևավորեն, ուրեմն իրանք էթնոս են։ Դե եթե ես չեմ ասում մեծ ընտանիք, ես ասում եմ շատ երբ որ մենք թարգմանում էինք հայերեն մեր մտավորականները նացիա գաղափարը, նրանք վերցրեցին այդ ազգ գաղափարը հայերենից ու դրա համար հիմա մենք այդպես ենք դա անցնում, բայց ես չեմ ասում որ դա միակ ճիշտ տարբերակն է։ Լավ, բարի, անկախ նրանից հիմա ինչ անուն կտանք, բայց ուրեմն ինչ որ տարբերակում կա, չէ՞, հիմա դրա մասին ենք խոսում, որ կա ընտանիք, հասկացությունը հիմա կարող ենք իրան ասել էլի ազգ, կարող ենք չասել մեծ ընտանիք, այսինքն էթնիկ խումբ։ Դե էթնիկ խումբը ավելի մեծ է, քան ընտանիքը, հա։ Բայց ամեն դեպքում մարդիկ են, ովքեր արյունակցական կապ ունեն եւ ընդհանուր մշակույթ։ Ես հիմա սա ուր եմ տանում։ Հա։ Ես տանում եմ նրան, որ ինքնությունը էթնիկ լինում է, կարող ենք ասել, որ ընտանեկան ինքնություն, էթնիկ ինքնություն, այդ առումով։ Իհարկե։ Ահա։ Հիմա երբ որ դու ասեցիր, որ դու ջղայնանում ես նրանից, որ քեզ ասում են, որ այ հայ ազգը այսպիսին է, այսպիսի ինքնություն ունի եւ դու պետք է համապատասխանես այս չափանիշներին եւ այդ ժամանակ մենք կասենք, որ դու հայ ես, ենթադրենք, հա, կամ այդ ազգային ինքնությունը այսպիսին է։ Դու դրան դիմադրեցիր, չէ՞։ Նույնը ես եմ անում, բայց հարցը այստեղ առաջանում։ Բայց կարող է ինքը նկատի ունի էթնիկ ինքնությունը կամ այդ ընտանեկան մեծ ընտանիքի այդ ինքնությունը, որը արդեն դու չես ձևավորում, որը արդեն, չգիտեմ, ձևավորվել է ինչ-որ բնական ձևով, պատմական իրադարձությունների կոնտեքստում, հա, ոնց է ընտանիքը էլի ձևավորվել այդ Եվ այս պարագայում արդյոք դու կարող ես ասել, որ չէ, գիտես, ինչ այստեղ օբյեկտիվ չափանիշ չկա, միևնույնն է, էլի սուբյեկտիվն է։ Դե հա, որտեղ այդ ընտանիքների պարագայում էլ ի վերջո այդ ընտանիքներն նույնիսկ եթե վերցնենք ինչ-որ մի մեծ ընտանիք, այդ ընտանիքի ներսում շատ հա կա ինչ-որ մի հատ օբյեկտիվ հիմք, բայց նախ այդ ընտանիքի ինչ-որ մի մաս անդամների մի մասը կարող է որոշի, որ ինքը այդ ընտանիքին չի պատկանում։ Հա, կարող է որ գնա ազգանունը փոխի կամ կարող է գնա ապրի ինչ-որ ուրիշ մարդկանց հետ։ Այսինքն իսկ եթե չի փոխում, դե եւ ապրում է այդ ընտանիքի մեջ, չի նշանակում, որ ինքը ինչ որ էլի օբյեկտիվորեն, այսինքն ոչ թե ինքն է ստեղծում, այլ ասեն այդ համայնքն է ստեղծել, ինչ որ չափանիշներ, ու ասում է, որ եթե դու այս համայնքի մեջ ես, այս համայնքի մեջ այսպիսի վարքա ընդունելի օրինակի համար, սենց մտածելն է ընդունելի, եւ դու եւ դա ինչ որ ինքնության տեսակ է։ Կամ դուրս արի դրանից, կամ եթե դրա մեջ ես, ուրեմն դու այդ ինքնությունը պետք է ունենաս։ Հա, բայց դու երրորդ տարբերակը ունես, դու կարող ես ասել, որ գիտեք ինչ, ես համաձայն չեմ այս ձեր կանոնների հետ, բայց նաև դուրս գալ չեմ ուզում։ Ես առաջարկում եմ, որ մենք մեր համայնքում փոխենք։ Այ դուք ասում եք, որ այս մեր համայնքում մարդիկ այսպես պետք է իրաց պահեն, իսկ ես ասում եմ, որ ուրիշ ձևով պետք է պահեն։ Եվ եթե դուք համաձայն չեք, դուք դուրս եկեք այս համայնքից։ Այսինքն ես այդ համայնքի անդամներին համոզում եմ, օրինակ, չգիտեմ, մեր համայնքը ընդունված է, որ մենք միս ենք ուտում, հա, մենք տենց պապերը միս ենք ելել։ Հիմա ես վեր եմ կենում, ասում եմ, գիտեք ինչ, միս ուտելը լավ չի առողջության համար, ու կամ չգիտեմ, ինձ Աստված եկավ երազում, ասեց, որ միս ուտելը սխալ է։ Ու եթե ես այդ իմ համայնքի անդամներին համոզում եմ, որ ես եմ ճիշտը ու միս ուտելը սխալ է, այդ դեպքում այն մարդիկ, ովքեր առաջ իրենց համարում էին այդ համայնքում, այսպես ասած ճիշտ ու սխալ որոշողը, իրանք մարգինալացվում են, ես իրենց դուրս եմ հանում այս համայնքից։ Կամ ես կարող եմ ասել Ռոլ ջան, եկեք մեր համայնքում մի քիչ ավելի ազատ պահեք, ով ուզում է միս ուտում է, ով չի ուզում չի ուտում, ով ուզում է, չգիտեմ, ռոք է լսում, ով չի ուզում ռաբիզ է լսում, ու մենք բոլորս այդ ամեն ինչը մի կողմ ենք դնում եւ մի հատ ինչ-որ ուրիշ հիմք ենք գտնում մեր ինքնության համար։ Բայց կարող է դա էթնիկ ինքնության հետ չի առնչվում։ Այսինքն կարող է դու ասում ես մի բան, որը արդեն քաղաքացիական ազգին է վերաբերում, որ էթնիկ ինքնությունում դու չես կարող այդ փոփոխությունը անել, բայց այստեղ էլ ես մի հատ sense բան հիմա մտքովս անցավ, էլի, որ հաստորեն երբ որ դու էթնիկ ինքնությունն ես նաև բնորոշում, որ դու ինչ կոնստանտ ես էլի ընդունում, այսինքն կարող ենք մենք ասել, որ այդ էթնիկ ինքնությունը միջև քաղաքացիական ազգերի ձևավորումը եղել է անփոփոխ։
Չէ որ անընդհատ, այսինքն բանա, որոշակի գործընթացներ են տեղի ունեցել, այդ մարդկանց նիստուկացը նաև փոխվել է, չէ, նույն ձևի չի եղել ախր։ Իհարկե ոչ։ Ահա, բայց այդ դեպքում ուրեմն չի կարելի ասել, որ նույնիսկ էթնիկ ինքնություն կա։ Այսինքն կարելի է ասել, որ օրինակ, չգիտեմ, էթնիկ ինքնություն են կոնկրետ տեղերով, այսինքն որտեվ կարող է, ասենք, այդ մեծ լեռնաշխարհում, երբ որ դիտարկենք տարբեր, այսպես ասած, հայկական խմբերի բանը, հա, գոյությունը եւ դրա շրջանակներում ապրուստը կարող է նույնիսկ, չգիտեմ, հենց այնք 5-րդ դարում տարբերվել են մեկը մյուսից ահա։ Դե բնականաբար։ Ահա, այսինքն ստացվում է, որ նույնիսկ մի ժամանակահատված, կոնկրետ X ժամանակահատվածում են տարբեր տեղերում գտնվող հայկական խմբերը կամ ընտանիքները այս դեպքում կարելի է այդպես ասել նաև։ Պլյուս դրան, պատմության ընթացքում էլ իրենք բոլորը մեկը այլի փոխվում են։ Այսինքն, երբ որ դու խոսում ես էթնիկ ինքնության մասին, դու երբեք չես կարող ասել որն է դա։ Դու մաքսիմում կարող ես ասել 5-րդ դարի այս աշխարհագրական ռեգիոնում ապրող հայերի, այնը նույնիսկ 5-րդ դարն էլ էլի, այսինքն շատ կոնկրետ պետք է էլի ասենք, հավանաբար թվով, տարեթվով։ Այս ժամանակ այս խումբը, որտեղ ապրել է հայկական խումբը, ունեցել է այս տեսակի ինքնություն, որը հետո էլի տրանսֆորմացիա, էլի փոխվել անընդհատ։ Այդպես բան ստացվեց։ Դե դրա համար օրինակ որոշ գիտնականներ ասում են, որ այստեղ եւ էթնիկ եւ ազգային դրատական գնում են, որ իրականում դա հենց այդ շարունակականությունն է։ Այսինքն դու չես կարող ասել, որ օրինակ չեմ քրիստոնյա լինելը, հա, ինքնության մի մասն է, միշտ եղել, որտեվ Տիգրան Մեծիորը Հիսուս Քրիստոս չկա։ Հա, ասենք եթե Տիգրան Մեծին ինչ-որ մեկը ժամանակի մեքենայով ինքը գար եւ Տեր ասողիկը իրան ասեր, որ ով որ քրիստոնյա չի հայ չի, Տիգրան Մեծը կհաներ իր թուրը եւ Տեր ասողիկի գլուխը կկտրեր հավանաբար, որտեվ այդպես կասեր ինչ աշխում հայ չի։ Հա, հիմա հետո 4-րդ դարում հակառակ միտումը եղավ եւ սկսեցին կոտորել օրինակ քրմերին ոչնչացնել հեթանոսական տաճարները։ 20-րդ դարում սոցիալիստական Հայաստանում կային բազմաթիվ հայեր, ովքեր, ասենք, աթեիստ էին, հա, եւ ասում են, որ մենք հայ ենք։ Եվ հա եկեղեցի ասենք չենք հաճախում ու այնպես կարիք չենք գտնում, բայց ամեն դեպքում այդ շարունակականությունը կար, որ կա որոշակի գիտակցում, որ ես մարդիկ ովքեր, չգիտեմ, Տիգրան Մեծիորը հեթանոս էին, հետո իրանք դեռ երրորդի քրիստոնյա դարձան, հետո 20-րդ դարում սոցիալիստ դարձան, աթեիստ դարձան, հետո 91 թվականից հետո էլի սկսեցին ոնց որ քրիստոնյա դառնել, այսինքն կա այդ գիտակցումը, որ ինչ-որ միացած ճանապարհ կա, որ այդ ճանապարհով մենք շարժվում ենք, այդ ընթացքում բաներ են փոխվում, բայց այդ բաները փոխվում են ոնց որ դա մեզ է վերաբերում։ Այդ մենքի մի հատ գաղափար կա, որ այդ ճանապարհից է դուրս գալիս եւ դա ֆրանսիացի փիլիսոփա կա 19-րդ դարի, որը մոտավորապես այն ինչ որ մենք հիմա խոսակցություն ունենք, ինքը իր մի դասախոսություն անի, թե ինչ է ազգը, եւ ինքը այդպես ինչ-որ օբյեկտիվ բաներ է, ասում փորձում, հա, ասում է, չէ, կարծում ազգը դա ռասան է։ Հետո ասում է, չէ, դա ռասան չի, ու ֆրանսիացիների վրա է օրինակ վերում, որտեղ կան ֆրանսիացիներ, որ չեմ կաշ կապուտ աչքերով են, կան որ փոքրիկ են, սև փրչոտ են եւ այլն։ Հա, հետո ասենք իսկ արդյոք սա է, արդյոք նա է, ու վերջում ինքը հանդես է գալիս այսպեսի մի սահմանումով, որ ազգը բնորոշվում է երկու բանով։ Մեկը դա ընդհանուր անցյալն է, որ մենք գիտակցում ենք, որ ինչ-որ մի հատ ընդհանուր անցյալ ենք ունեցել։ Այդ անցյալում շատ բան է փոխվել, շատ բաներ են տեղի ունեցել։ Մենք, չեմ, ֆրանսիացիների պարագայում սկզբից կաթոլիկ էին, հետո բողոքականներ եկան, հետո կոտորեցին իրար, հա, ինքը այդ Բարթողը Մելոսյան գիշերն է բերում։ Հետո մենք փորձում ենք դա մոռանալ, որտեղ անհարմար է հիշել, որ ոնց ենք իրար կոտորել եւ այլն, բայց ամեն դեպքում կա մի հատ գիտակցում, որ այդ ամենը մեզ հետ է եղել։ Ու երկրորդ բանը դա ներկայում միասին ապրելու ցանկությունն է, հա, եւ այստեղ ինձ թվում է այդ երկրորդ բանի վրա ավելի արժի որ մենք կենտրոնանանք, նա ասում է, որ ազգը դա ամենօրյա հանրաքվե է, հա, ոնց որ մարդիկ որոշում են, որ մենք ուզում ենք միասին ապրել։ Ու ամեն օր ազգի գոյությունը դա այսպեսի հանրաքվեի նման մի բան է, որ մենք ասում ենք, որ այո, մենք ուզում ենք, մենք համարում ենք, որ մենք մի միասնական համայնք ենք, ու այդ համայնքի անդամ ենք մենք բոլորս եւ մենք ոնց որ մեր կամքն ենք արտահայտում, որ պետք է այդ համայնքում ապրենք։ Իսկ թե ինչ է նշանակում այդ համայնքի անդամ լինել, արդյոք դա կրոնն է, արդյոք դա լեզուն է, արդյոք դա, չգիտեմ, ինչ որ ֆիզիկական արտաքինն է եւ այլն, այդ ամեն ինչը բանավեճի առարկա է։ Ոնց որ հենց այդ բանավեճն է, որ ազգը դարձնում է ազգ։ Այսինքն երբեք դու չես կարող գալ ինչ որ մի հատ կանոն
ասել այս 13 կետն է, որ ասենք հայերը 13 կետն են։ Բայց հենց այն մարդիկ, որոնք այդ բանավեճի մեջ մտնում են, նշանակում է իրանք հայ են։ Հա, այսինքն ազգային ինքնությունը ինքը հենց այդ մեծ հաշվով ինքը հենց այդ բանավեճն է։ Այսինքն այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս բանավեճին, թե ինչ է նշանակում լինել հայ, այդ մարդիկ հայ են։ Այ երբ որ իրենք սկսեն մասնակցել բանավեճին, թե ինչ է նշանակում լինել օրինակ վրացի կամ թուրք կամ ադրբեջանցի, իրենք կդառնան վրացի, թուրք կամ ադրբեջանցի։ Բայց քանի դեռ մենք իրար այդ բանավեճում ենք ինչ է նշանակում լինել հայ, նշանակում է մենք հայ ենք։ Դե այս դեպքում Մարի ուրեմն անցնենք մի քիչ էլ քաղաքացիական կոնցեպտին, հա։ Այս հարցը չհամարենք փակված։ Իհարկե։ Բայց այնուամենայնիվ ահագին բան խոսեցինք էթնիկ, այսպես ազգի մասին, հա։ Ուղղակի ես մի քիչ վախենում եմ, որ այդ մեր խոսալու արդյունքում ավելի օրինակ ովքեր մեզ նայում են, եթե սկզբից ինչ-որ ավելի հստակ պատկերացումներ ունեին, հիմա էլ ավելի խառնվեց այդ ամեն ինչը։ Ըստ թվում է այդպես է պետք է լինի, որովհետև իսկապես խառնա ամեն ինչը։ Ես իրականում նույնիսկ sense մի գաղտնիք բացեմ, որ ես դասավանդել եմ այդ ազգային ինքնության ուսումնասիրություններ ու որ նոր էի սկսել դասավանդել, հենց այդ կուրսի ավարտին ուսանողներից մեկը ինձ ասաց, որ երբ որ այս կուրսը սկսվում էր, ինձ թվում էր, որ ես գիտեմ այդ ամեն ինչը ինչ է նշանակում։ Հիմա ես հասկանում եմ, որ ես չգիտեմ ոչ մի բան, ու դա ինձ համար շատ կարևոր այսպես նվաճում էր։ Հա, բայց մյուս կողմից, եթե մենք քաղաքական գործընթացների մասին ենք խոսում, այնուամենայնիվ ցանկալի է, որ մի քիչ հստակություն լինի։ Ֆրանսիացի քաղաքագետ Ռայմոն Դարնը հետևյալ բանն էր ասել, երբ որ ես կարդացի, սկզբից մի քիչ տարօրինակ թվաց, հետո արդեն սկսեցի մի քիչ հաղթահարել այդ տարօրինակ զգացողությունը իմ մեջ, ասաց, որ ֆրանսիացի ազգը ձևավորվել է 1789 թվականին, երբ որ եղավ ֆրանսիական հեղափոխությունը։ Եվ ձևավորվեց մի հատ այդ nation, որը ասաց, որ այ մենք մերոնցով, այս ֆիքսում ենք սրանքին, մենք պետք է ինքնակառավարվենք այս տարածքում, կոնկրետ այս տարածքն է, այստեղ ապրում ենք, հիմա պետք է ինքնակառավարվենք։ Ով ինչ էթնիկ խմբի ներկայացուցիչ է, կապ չունի։ Դու ասում ես, ես ֆրանսիացի եմ, ստանում ես այդ citoyen, հա, ֆրանսերեն կարծեմ, citizen-ը, քաղաքացի, այսինքն դու դառնում ես քաղաքացի, մենք հռչակում ենք սա որպես Ֆրանսիա եւ վերջ, սա է Ֆրանսիաց։ Մենք ֆրանսիացի ենք, այս պահից սկսած։ Մինչև այդ ֆրանսիացի չենք։ Սա Ֆրանսիան է եւ վերջ։ Այո։ Ու իսկապես նայում ես դե գասկոնացիները բան, հիմա գասկոնացիները ովքեր են, ֆրանսիացի են, թե ֆրանսիացի չեն, չէ՞, մի խոսքով։ Այստեղ գալիս ենք հետեւյալ փաստորեն մենք գաղափարին, իսկ երբ որ ուսումնասիրում ենք ժամանակակից ազգերը, մենք ուզենք թե չուզենք, որտեղ դա պատմական իրականություն է, պետք է հաշվի առնենք հենց ֆրանսիական հեղափոխությունը, որտեղ դրանից է ամեն ինչ սկսել։ Ժամանակակից ազգերը, ազգային ազգ պետությունները, հա, այդ իրադարձությունից են սկսել ձևավորվել, եւ մենք ինչ ունենք էլի արդյունքում։ Արդյունքում ունենք հենց այդ պետություն հասկացությունները, որոնք հիմնված են մի քանի չափանիշների վրա, այսինքն դու պետք է ինքնակառավարվող սուբյեկտ լինես, այստեղ իհարկե որոշները կասեն, բա այն ավտորիտար պետությունները, որոնք ինքնակառավարող չեն, իրենք ինչ սկզբունքով են ձևավորվել, այս էլ մի հատ առանձին խոսակցություն է, բայց դե փաստը այն է, որ նույնիսկ ավտորիտար պետությունները ժամանակակից աշխարհում իրենք, ասենք, ՄԱԿ-ի անդամ են, չէ՞, Միացյալ ազգերի կազմակերպության անդամ են։ Այսինքն ֆիքսված է, որ այ ազգերը սրանք են, ընդունում են ինչ-որ հստակ չափանիշներ։ Եվ այդ չափանիշները նույնիսկ, այսինքն հիմա կարող է պրակտիկորեն այլ բան լինի, բայց զուտ պաշտոնապես իրենք ասում են, որ դե քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ, չէ՞, դա սկզբունքը։ Ու ապրում են մի տարածքում, եւ կառավարումը, քաղաքական կառավարումը, այսինքն այդ իրենց քաղաքական սոցիալական կյանքի կազմակերպումը իրականացվում է ինչ որ օրենքների համաձայն, որ իրանց է վերաբերում։ Դա ուրիշներին չի վերաբերում։ Ուրիշ պետությունների Եվ օրենքները իրենք են ընդունում։ Իրենք են ընդունում։ Հիմա ուրիշ բան, որ այդ իրենքը ավտորիտար պետություններում, ասենք, կարող է հենց մոնարխ օրինակ, ենթադրենք Սաուդյան Արաբիայում կարող է այնտեղի հպատակներն են ընդունում այդ օրենքները, չէ, բայց ինքը միևնույնն է ասում է այդ հպատակների անունից է, չէ, ինքը խոսում։
ասում է որ դե Աստված ինձ տվել է այդ բանը որ ես պետք է Սաուդյան Արաբիայում այդ իմաստով մեր այսօրվա աշխարհում ավելի շատ բացառություն է, ոչ թե այդ միջնադարյան պետության մոդելը գրկած։ Բայց միևնույնն է, այդ սկզբունքը կա էլի, որ այստեղ ապրող հպատակներն են, ոնց որ իրենց շահերի նաև սպասարկման համար մի խոսքով, այսինքն իրենց կյանքին է վերաբերում առնվազն ու բայց բնականաբար դեմոկրատական պետությունները այս կամ այն չափով իհարկե այնտեղ կան թույլ դեմոկրատիաներ, կան ուժեղ դեմոկրատիաներ, կան ձևական դեմոկրատիաներ, բայց միևնույն է իրենց սահմանադրություններում գրում են, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, չէ՞։ Նու այդ բացառությունը դնենք մի կողմ Սաուդյան Արաբիայի 1-2 այլ։ Հիմա երբ որ մենք ասում ենք ազգ, այսօր մենք ըստ էության հասկանում ենք այդ ազգային պետությունների ազգերին, որոնք հիմնված են ոչ թե էթնիկ ծագման վրա, կարող է այնպես ստացվել, որ այդ տարածքում, օրինակ հիմա մենք Հայաստանն ենք վերցնում, չէ, որ ասում ենք, որ մենք մոնոէթնիկ երկիր ենք, ճիշտ է, բայց միևնույնն է, այսինքն այդ մոնոէթնիկը հիմա էլ քննարկեցինք ինչ էր էթնոսը եւ այլն, բայց այդ չի հարցը։ Հարցն այն է, որ բացի, այսինքն այդ մեր հայկական էթնոսից այս տարածքում նաեւ ապրում են այլ ազգերի, այլ էթնիկ խմբերի, այսպես ասենք, ներկայացուցիչներ, որոնք փաստորեն Հայաստանի Հանրապետության ազգի մաս են կազմում, ունեն քաղաքական, քաղաքացիական իրավունքներ, հավասար իրավունքներ, եւ փաստորեն ստացվում է, որ քո էթնիկությունը որևէ նշանակություն այստեղ չունի, զերո նշանակություն ունի, այսպես ասեմ, որովհետև այստեղ կարևոր այն է, թե դու ընդունում ես այս պետության ներսում հաստատված խաղի կանոնները, դու դրան մասնակից ես, դու որպես մեկ իրավունք, այսպես հա, ունեցող, մեկ ձայն ավելի շուտ ունեցող սուբյեկտ ես, թե ոչ։ Եվ այս պարագայում արդեն, երբ որ մենք խոսում ենք հայ ազգի մասին, երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ու մենք պետք է մի հատ բարձրաբանում ունենանք, թե այսօր մենք ինչի մասին ենք ընդհանրապես խոսում։ Հիմա Հայաստանի սահմանադրությունը, հա, երբ որ ընդունվել է, երբ որ անկախությունը հռչակվել է եւ այլն, այդտեղ ինչ ենք մենք տեսնում։ Ասում ենք հայ ժողովուրդը հավատարիմ իր նախնիների պատգամին եւ այլն, ստեղծում է Հայաստանի Հանրապետություն։ Հիմա այստեղ հարցը առաջանում, ով է այդ հայ ժողովուրդը։ Այդ հայ ժողովրդի մաս են նաև մոլոկանները, եզդիները, ասենք, այստեղ ասորիները եւ այլն, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ։ Ու ստեղ, գիտես, որոշակի հակասություններ ես տեսնում եմ այնուամենայնիվ, մեր նաև, այսպես ասած, օրենսդրությունում, հա, քաղաքական խոսույթում եւ այլն։ Բնականաբար այստեղ ես կարծում եմ, որ դե որ ժողովուրդն է ստեղծել, խո հայ էթնոսը չի ստեղծել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է այս տարածքում ապրող այդ համայնքի, չէ, կողմից։ Եվ այդ համայնքում արդեն նշեցինք, որ տարբեր էթնիկ խմբեր կարող են լինել։ Հեչ կապ չունի համամասնությունը ինչպիսին է, էլի կարող է այնպես ստացվել, որ մենք մոնոէթնիկ, այսպես ասած, չլինեինք, այսինքն մեծամասնությունը չլինեին հայեր եւ այլն։ Ու այստեղ հետեւյալ կոնցեպտն է էլի առաջ քաշվում, ժողովրդի կոնցեպտը, եւ մենք տեսնում ենք, որ գրված է, ասենք, իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա որ ժողովրդին կարող է հայ էթնոսին է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը, ոչ իհարկե։ Ու այստեղ sense մի հատ հարց է էլի առաջանում։ Լավ, բա եթե չի պատկանում հայ էթնոսին, պատկանում է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին, բա այդ դեպքում ինչ ենք մենք համ ժողովուրդ ասում, համ հայ ազգ ասում։ Հայ ժողովուրդ, հայ ազգ, սա ինչ է։ Հիմա ով է հայ ազգը, ով է հայ ժողովուրդ, այդ նույն բանն է, թե նույն բանը չի։ Հետո նաև ես տեսել եմ այսպիսի բանավեճ, ասում են, որ ժողովուրդը դա իրականում էթնոսն է, իսկ հայ ազգը արդեն քաղաքական կազմակերպված, քաղաքականապես կազմակերպված այդ համայնքն է։ Դա համար մի խառնեք իրար։ Բայց եթե այդպես է, բայց ինչ ենք մենք սահմանադրության մեջ գրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե ազգին։ Ու ուրիշ շիլաշփոթ է ստացվում այդտեղ։ Եվ պետքա փորձել ինձ թվում է այդ շիլաշփոթը մի քիչ գոնե, հա, նվազեցնել
Եվ մենք միասին հետազոտություն ենք արել սրա հետ կապված ու այդ հետազոտության շրջանակներում բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնել, որպեսզի իսկապես կարողանանք այդ ձևակերպումները տալ, այդ մի քիչ այդ մանրամասնել, հստակեցումներ անել եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ տեսել ենք հետեւյալը, որ մեր քաղաքական ուժերը այդ ազգ ժողովուրդ ասելով ամեն մեկը տարբեր բան է հասկանում։ Հա, ես կարծում եմ այդ արդեն գուցե մի հատ առանձին հաղորդման թեմա կլինի, այդ մեր հետազոտությունը, որը հայերեն դեռևս չկա, անգլերենը կա արդեն, ու մենք այնտեղ փորձել ենք այդ օգտագործենք քաղաքացիական ազգ եւ էթնիկ ազգ հասկացությունները, ու այդ շիլաշփոթը մի քիչ պես ասած պակասացնել։ Իհարկե հիմա մեր հաղորդումը, ինձ թվում է, այս հաղորդումը ավելի շատ նրա մասն է, որ շիլաշփոթը։ Այսինքն, եթե դուք սպասում եք, որ մենք շուտ հստակ պատասխաններ կտանք, երևի չկան այդ հստակ պատասխանները։ Գոնե այս փուլում երևի կարող ենք մենք փորձենք ամփոփել, որ այնուամենայնիվ պետք է տարբերել էթնիկ ազգ հասկացությունը, որը ավելի շատ գնում է դեպի մշակութային ավանդույթներ, դեպի պատմություն, որոշ դեպքերում նաև պես արունակցական կապ, թեկուզ ինքը իսկական չի, հա, բայց ընկալվող, որ այն պապը հայ է եղել, ես էլ հայ։ Եվ քաղաքացիական ազգը, որը նրա մասին է, որ դու այս քաղաքական ինստիտուտների մի մասն ես, հա, դու պատրաստ ես մասնակցել այդ քաղաքական ինստիտուտներին, դու ձևավորում ես իշխանությունը, դու մասնակցում ես օրենքների պես ասած ձևավորման process-ին, հա, օրինակ դու ընտրում ես պատգամավորներ, որոնք հետո գրում են օրենքներ կամ դու չեմ հանրակրվեով ընդունում ես սահմանադրություն, հա, որ դու պատրաստ ես մասնակցել, ասենք, երկրի պաշտպանությանը, հա, կամ հարկ ես վճարում, կամ, չգիտեմ, անձամբ մասնակցում ես ինչ-որ հանրօգուտ բաների, եւ դա քաղաքացիական ազգն է։ Այո, հիմա ազգային շահը, երբ որ ասում ենք մենք, ազգային շահը այս պարագայում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է։ Եվ որքան էլ որ դա շատերին դուր չգա կամ տարօրինակ թվա եւ այլն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի այդ ազգային շահը կարող է չհամընկնել հայության մի մեծ հատվածի, այսինքն հայություն ասելով արդեն դիտարկում ենք որպես էթնիկ մեծ խումբ, չէ՞։ Հայության մի մեծ հատվածի շահերին, որովհետեւ իրենք ապրելով տարբեր երկրներում մաս են կազմում այդ երկրների քաղաքացիական ազգին։ Իրենք այդ քաղաքացիական ազգերի մաս են եւ բնականաբար օրինակի համար Իրանի ժողովրդի կամ պետության ազգային շահը կարող է բազմաթիվ հարցերում չհամապատասխանի, չհամընկնի Հայաստանի ժողովրդի ազգային շահերին։ Եվ ստացվում է այնպես, որ եթե մարդիկ այդ պետության ազգի ներկայացուցիչ են, ուրեն անձնագիր, չէ, մասնակցում են ընտրությունների եւ այլ, իրենք եթե սպասարկեն, տես ինչ հետաքրքիր բան է, էլի ստացվում։ Եթե իրենք սպասարկեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային շահը, կնշանակի իրենք իրենց պետության, իրենք իրենց ազգի, քաղաքացիական ազգի շահը ստորադասում են եւ ըստ էության նաեւ հակապետական, մանավանդ եթե չի համընկնում, չէ, այդ շահերը։ Ըստ էության դուս է գալի, որ իրենք վատ քաղաքացիներ են, իրենք իրենց պետությանը դեմ գործունեություն են ծավալում։ Իսկ դա բնականաբար կարող խնդիրներ չէ առաջացնի վերջի վերջո իրենց համար եւ գիտեք մյուս կողմից էլ նաեւ անբնական էլ լինում որովհետեւ իրենք ապրում են այնտեղ չէ իրենց ազգային շահը իրենց պետության հզորացումն է իրենք այնտեղ հարկ են վճարում իրենք այնտեղ արտոնություններ ունեն իրենք խնդիրներ այնտեղ լուծում են եւ այլ պետությունը իրենց համար է վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունը չի նրանց պետությունը Դրա համար առաջարկում եմ, որ իրանք գնան իրենց պետությունների ընտրություններին մասնակցեն, ոչ թե մեր պետության։ Այո, եւ հիմա սա շատ արդիական է հենց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների պարագայում։ Ռուսաստանի հայերի, այսպես ասած, հա, հարցում, երբ որ այնտեղ օրինակ հիմա մանիպուլյացիաներ են անում, ասում են, որ օրինակ Ռուսաստանի քաղաքացիներ, չէ, որոնք ասում են մենք հայ ենք, էթնիկ հայ ենք,
դուրս են գալիս, միտինգ են անում, ասում են ինչ էր կատարվում Հայաստանի հարաբերությունում։ Մեր ազգային շահերը այնտեղ ոտնահարվում են։ Կներեք, ձեր ազգային շահը Ռուսաստանի ազգային շահն է։ Եթե դուք ընդունում եք, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային շահն է, չէ, որը դուք պետք է սպասարկեք, ենթադրենք, դա ձեր շահն է, ուրեմն դուք վատ Ռուսաստանի Դաշնության վատ քաղաքացիներ եք, դուք ըստ էության ձեր պետությանը դեմ ինչ-որ գործունեություն եք, հա, ոնց որ ուզում իրականացնել, անհասկանալի է սա, բայց բնականաբար այդպես չի, չէ, իրենք շատ լավ էլ հարկեր են մուծում Ռուսաստանում, ճիշտ է։ Իրենք այդ ռուս հասարակության մաս են, ավելին ասեմ, իրենք մեծամասամբ, ну, չասեմ մեծամասամբ, լավ, զգալի հատվածը, չէ, Ռուսաստանի հայերի, այսպես նորմալ ռեժիմը ընդունում է Ռուսաստանում հաստատված, չէ։ Շատերը Պուտինի երկրպագուներն են, այսպես ասած, ընտրում են Պուտինին, ենթադրենք եւ այլն։ Հիմա եղբայր, հակասում է, չէ, ասենք մենք տեսնում ենք, որ մեր շահերը շատ առումներով հակասում են Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանը որոշակի այսպես կամպանիա է իրականացնում, խոսել ենք սրա մասին բավականին երկար Հայաստանի նկատմամբ, չէ՞։ Եվ այդ մարդիկ բնականաբար պետք է կողմնորոշվեն։ Հիմա իրենք ում շահն են սպասարկում եւ չի կարող լինել փաստորեն այդպես, այսինքն դա լրիվ մանիպուլյացիա է, երբ որ իրենք այնտեղ ասում են դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, հայերդ ազգային հայ ազգային շահը չեք սպասարկում, այ մենք սպասարկում ենք, այ մենք ձեզ պետք է ասենք դրա մասին, սա ուղղակի աբսուրդ է, եւ դա, այո, դա հենց ըստ էության միջամտությունն է մեր ներքին գործերին, հիմա հասկանում ես, այս մանիպուլյացիան որն է, էլի, որ հայեր են ասում, հայը հայի ներքին գործերին ոնց կարա միջամտի, չէ, այդ կարող են ասել, բայց հենց սրա մասին էինք մենք խոսում, որ էս է իրականությունը, դուք Ռուսաստանի քաղաքացի եք, դուք ռուս հասարակության անդամ եք եւ դուք բնականաբար ռուս հասարակության, ռուս պետության, Ռուսաստանի շահերը պետք է սպասարկեք, ռուսեն ասած по определению, այսինքն, էտա։ Դե հույս ունենանք, որ նրանք կնայեն մեր հաղորդումը եւ այսօր հետ կսպասարկեն իրենց պետության շահերը եւ իրենց քաղաքացիական ազգի շահերը եւ չմիջամտեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներքին գործերին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Իսկ մենք այս թեման դեռ կշարունակենք, երբ որ շարժման առարկերի։